թոշակառուների թոշակ ամսական 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառու։ Ամիսը 30,000-35,000 միայն դեղերիս համար եմ տալիս։ Դեղեր, սնունդ, 1000 ու մի ծախս թվարկում են գյումրեցիները Փաշինյանին պատասխանում։ Իրենք գիտեն ինչի վրա ծախսել հաշված դրամները, բայց չգիտեն օրինակ ինչով են արդարացված մինիմալ թոշակների ֆոնին ուռճացված պարգևավճարները։ Կոռուպցիան լեգալիզացնելու ամենահեշտ տարբերակը, որովհետեւ մարդիկ գումար չգողանան, պարգևավճարներ տալն է։ Չնչին թոշակ եմ ստանում։ Ես չգիտեմ, ոնց ծախսելու տեղ չունի, ինչպես կարելի է հասկանալ։ 1000 դրամ որ տակ, կարող են ծախսել, իհարկե չեն կարող։ Կինի ոտները կճատվի։ Ես չգիտեմ ինքը ինչ պարգևադրում է տվել, ինչ պարգևադրում չի տվել, թոշակառուներին ինքը անտեսում է։ Մի 10,000 դրամ է ավելացնում, ասում է քարտով ես պիտի եղավիլեմ, ինչու վրա եք ծախսում եք։ Եղա, կարելի է պսիք։ Մի հատ էլ ասում են 8 միլիարդ։ Բարդ կարտակին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Համենայն դեպս թոշակ չեն բարձրացրել։ Զենք ենք արել։ Չեմ հավատում ես։ Եթե արել էր եւ անապատակ էր արել, ինչի մասին է խոսքը։ Եթե արել էր, պետք է երևար չէ, այդ կռիվների պահումների ժամանակ չի երևաց, չեմ տեսել։ Սուդ է։ Եթե զենքի արել է, կրնամ է միլիարդի զենքի արել, 7 միլիարդ դերել է ջեբը։ Հնարավոր արել է, ում դեմ է դիք օգտագործի, եթե թուրքերը արդեն բարեկամ է։ Որքանով է ամուր այդ բարեկամությունը, ինչ են մտածում Գյումրիում Հայաստան եկած ադրբեջանական բենզինի թեմայով։ Առևտուր, խաղաղություն հարևանների հետ կլինի։ Այսօր թուրքերն են խառնվել իրար, ադրբեջանցիներն են բարեկամություն անում, մեր լավ դեմքի համար, մեր հաջողի համար չեն անում։ Նրանք վաղը անպայման մեղրին տան։ Մարդիկ պիտի ճիշտ դիրքորոշում ունենան ու իրանց սրտով, մտքով, խելքով մտածեն։